Լուսարոտին շարունակվում է ու ես վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեր կյանքում եղել են դրվագներ, երբ որ ֆիլմեր ենք նայել կամ լսել ենք դետեկտիվների մասին, ասել ենք, օ, դե երևի դա հնարած է։ Դետեկտիվ դա երևի սովորական նույն քննիչն է, այդպես տարբերություն չկա։ Ինչից ենք խոսում։ Ֆիլմերը մեծ հաճույքով դիտել ենք, Պուարո եւ այլն, ասել ենք, այսքանը։ Ոչ, իրենք կան, իրենք գոյություն ունեն, այո։ Եվ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության առաջին եւ միակ դետեկտիվ ընկերության համահիմնադիր տնօրեն, դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի դեսպան, մասնավոր խուզարկու, մարդ, ով ամեն ինչ գիտի, Հայկ Գաբրիելյանը։ Բարի լույս։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի առավոտ ձեզ։ Ես ուրախ եմ հյուրընկալվելու իմ սիրելի հաղորդաշարին։ Ես ձեր հաղորդաշարը շատ եմ սիրում։ Օ, շնորհակալ ենք շատ։ Նույնիսկ ասեմ ոնց եմ սիրում։ Ես սպորտով եմ զբաղվում եւ սիրում եմ կարդիո վարժությունը, այսինքն դարոշկայի վրա վազել, քայլել։ Ու այդ ընթացքում ժամը զուգադիպում է ձեր հաղորդաշարը, ես միացնում եմ նայում եմ եթերում։ Բայց շնորհակալ ենք շատ։ Չկորցնենք ժամանակը, որովհետեւ մենք անհամբերություն սպասում ենք ձեզ, այո, շփվենք ձեր հետ։ Բայց մի փոքր հետ գնանք, 2021 թվական, երբ որ դուք աշխատում եք բանկերից մեկում, անվտանգության այդ կառույցի ղեկավարն էիք, ձեր եղբոր հետ, Գագիկի հետ, տեսեք մենք է բաներ գիտենք։ Եվ եկավ մի պահ, որ դուք հասկացաք, որ կարող եք անել այդ ամեն ինչ ընկերությունների համար, տարբեր կազմակերպությունների համար, բայց ի վերջո պետք է օգնել ուրիշներին եւս, անհատներին էլ պետք է օգնել։ Այ ինչ եղավ, այդ ինչ 180 աստիճանով փոխեց, որ դուք թողեցիք այդ լավ վարձատրվող աշխատանքը եւ որոշեցիք ի վերջո փոխել եւ ստեղծել սա։ Դրա համար կա ավելի պետք է գնալ վաղ շրջան։ Ձեր հայրիկն է այս ամեն ինչում նպաստող։ Հայրիկը նպաստել է այնքանով, որ ինքը լինելով իրավապահ մարմինների ղեկավար անձանցից մեկը, սովետական շրջանից, անկախության շրջանից եւ այլն։ Գեներալ-մայոր է։ Գեներալ-մայորը ինքը փրկարար ծառայության տնօրենն եղել նախկին։ Մանկուց մենք մեծացել ենք այդ միջավայրում, տեսել ենք շատ լեգենդար քրեական հետախույզների, դե սովետական միության ժամանակ չկար դետեկտիվներ։ Ինքը միլիցիայի աշխատակիցներն են, որոնք ֆենոմենալ մարդիկ էին, բացահայտում են ողջ հանցագործություններ եւ այլն։ Եվ այդ ժամանակից ես սիրել եմ դետեկտիվ գրականություն, ասենք, ու առեսօր կարդում եմ, եթե նոր գրքեր են դուրս գալիս, պարտադիր կարդում եմ, ու այդ ամեն ինչի մեջ ձևավորել էր մի բան, որ պետք է գնալ իրավապահների կամ իրավապահ մարմիններում աշխատելու ճանապարհով։ Ես սկսել եմ ֆինանսների նախարարությունում, այն ժամանակ ռևիզոր էին կոչվում, այսինքն ավելի տենց խորքային վերլուծական աշխատանք, դրանից հետո ներքին գործեր, ոստիկանություն ու անցում մասնավոր սեկտոր։ Ինչու 21 թվականին մենք որոշեցինք, որովհետև դա հասունանում, այսինքն ինչ-որ մի բան, հատիկը ոնց է գցում ես հողի մեջ, ինքը հասունանում, սերմը դառնում է ցողուն, ու տենց ձևավորվում է պտուղը։ Հիմա մեր 2021 թվականին եղբայրս էլ մի ուրիշ հիմնարկում էր, էլի անվտանգության ղեկավար, ինքն էր թոշակի գնացել ոստիկան, ինքը Պայստազորի գնդապետ է Գագիկը։ Եվ ասես որ մտքով արեցինք, ասենք, ախր եկել է ժամանակը ոնց որ։ Մենք ամեն ինչ արել ենք հիմնարկների համար, հիմա չէ որ ուրիշ բան անես մի հիմնարկի ներսում, եւ ուրիշ բանա ձևավորես մի միջավայր, որը տաբու էր, լեգենդ էր, այսինքն դետեկտիվ Հայաստանում ասում են դա արգելված է, օրենքով արգելված է։ Մենք գնացինք ստերեոտիպներն ու տաբուն կոտրելու ճանապարհով ու ստացանք ընկերությունը։ Բայց մենք ոչ ներողություն, ոչ գովազդ ենք երբևիցե տեսել, որովհետև սովորեն, չէ՞, այդպես, որպեսզի ձեր մասին իմանան, ինչպես պետք է ձեզ գտնեին, եթե օրինակ գովազդ չկար, ոչ մի ինֆորմացիա չէր տարածում ձեր մասին։ Ինչպես մարդիկ իմանան, ինֆորմացիան կա, որ նայեք Facebook-ում, Instagram-ում, սոցիալական հարթակներում, մամուլում, տարբեր կայքերում եւ այլն, պլյուս մենք ունենք մեր կայքը, որը firstdetective.am-ն է, այսինքն ինքը անունն է հուշում, որ մենք առաջինն ենք, նաեւ դրա միջոցով մարդիկ գտնում են մեզ։ Հետո ես մեդիինի եմ, ես սիրում եմ շփվել եւ կոտրել եմ այն ստերեոտիպները, նաեւ պաշտոնյա եղած ժամանակ ես սիրել եմ շփվել, հանրային լինել, ծածուկ ապրելը լավ չի։ Մարդիկ կարծում են դետեկտիվը պետք է ծածուկ ապրի, այսինքն պատերտակ, շիլապան, ինչ-որ ակնոցներ, չէ, դե չի, դետեկտիվը պետք է բաց, ժպիտը դեմքին, մարդկանց մոտ վստահություն առաջացնի։ Նայեք, բժիշկը մարդկանց բժշկում է մարմինը,
դետեկտիվը դա իմ ասույթներից մեկն է, ինքը բժշկում է մարդկանց մոտ հավատն ու վստահությունը, որովհետև մարդը երբ է դիմում դետեկտիվը, երբ որ ունի խարդախությամբ, ինչ-որ տուժել է, գողություն են արել, չէ, մարդու մոտ հավատն ու վստահությունը կոտրվում է։ Եվ այդ ժամանակ առաջ է գալիս դետեկտիվի ֆակտորը, մասնավոր խոզարկուի, որը օգնում է մարդուն վերականգնելու հավատը մարդու հանդեպ։ Պարոն Գաբրիելյան, տարիների ընթացքում աշխատել եք թե որպես իրավապահ, թե որպես մասնավոր խոզարկու։ Մարդիկ ավելի հաճախ ստում են ուրիշներին, թե սեփական անձին։ Գիտեք, ուրիշներին ստում են, ես այսպես ասեմ, ստում են ուրիշներին, քողարկելով իրաց սուտը, բայց իմ կարծիքով, երբ որ մենակ են մնում իրանք իրանց հոգու հետ, չեն կարող իրանց խաբեն։ Ամեն դեպքում հոգուտ կեղծիքը քեզ զգացնել է տալու։ Այս մասը ցավալու է։ Այսինքն տարիների ընթացքում կարող ենք օրինակ top 3 հիմնական խնդիրներն ու թեմաները, հա, նշենք, որոնց համար ձեզ դիմում են։ Ուրեմն 21 թվականին գնաց արդեն կոպիտ ասած live, մենք սկսեցինք աշխատել, սկսեց մեր էջերը տարածվել եւ այլն ու զանգերի top 1 սիրային խնդիրներ։ Այսինքն բացահայտում աշխարհի միակ ազգն ենք, որը դետեկտիվ լսելիս ու սկզբնական շրջանում, հիմա արդեն չէ, կարողացել ենք ուղղել ժողովրդի աշխարհընկալումը եւ մտածողությունը, առաջի տեղում դա էր սիրային հարցեր, գտնենք սիրած, սիրուհի եւ այլն, ամուսինս, կինս եւ այլն, այդ խնդիրներն էր, երկրորդ տեղում հիմա արդեն տեղերով փոխվել են։ Առաջի տեղում կանգնել է բիզնեսի եւ կորպորատիվ անվտանգության, զեղծարար խնդիրների, ներքին բիզնես եւ կորպորատիվ հետախուզության կամ շպիոնաժի կանխարգելման գործողությունները, նաեւ մենք այդ ծառայությունները մատուցում ենք ոչ միայն Հայաստանում, այլ շուրջ 160 պետություններում, քանի որ ես հանդիսանում եմ դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի դեսպանը ռեգիոնում, դա Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Միջին Ասիայի երկրներ, այսինքն այս մեր նախկին պոստսովետական շրջանի հետ մոտավորապես 6-7 հանրապետությունների սովետական լեզվով ասած կուրատորը ես եմ։ Ժողովրդական լեզվով ասած ձեր ձեռքերը կհասնեն երկրի մոլորակի նույնիսկ այն մյուս ցանկացած կետում, ասենց ասեմ, 160 երկրներ եւ ավելի, Աֆրիկայից մինչև Անտարկտիդա, Հյուսիսային Բևեռից մինչև Չիլի կամ Ճապոնիա։ Մենք կարող ենք գտնել ցանկացած մարդու, ցանկացած կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն։ Հրաշալի է։ Մի հարց։ Ճշմարտություն գտնելը ձեր մասնագիտությունն է, բայց եղել է դեպք, երբ բացահայտված ճշմարտությունը ավելի ցավոտ է եղել, քան անորոշությունը։ Մենք ունենք երկու кейս, որ բացահայտված ճշմարտությունով հաճախորդին ցավ չպատճառելու համար հրաժարվել եմ кейսից։ Ինքը շատ փող էր տալիս։ Ամեն ինչ ասում էր, անձնական խնդիր էր կապված իր երեխայի հետ, Հայաստանից չէր, դրսից էր, Ռուսաստանից։ Դենց թեմա էր, որը իրականում իրան ցավ էր։ Ես զգում եմ, որ ցավը պատճառելու, կեսից դա ինչ էլ արել ենք, ասաց ես էլ մեր կողմից դες ոնց որ նվեր, բաներ կար գտել ենք բան, տղան կորել էր տանից, ասենց այդ կարգի ու ասացի ինչ կա ես ձեզ մեր կողմից նվեր, ոնց որ հուշեցի որտեղ որոնի ինքը։ Բայց ինքը չի հասկացել, որ դուք ամբողջ ինֆորմացիան ունեք կամ ոնց որ հասկացավ ինքը։ Հա։ Որտեվ շնորհակալություն հայտնես գնաց ու հասկացա, որ ինքը ուղղությունը հասկացավ որ պետք է։ Այդ ցավալին է դա, որ կա ճշմարտություն, որը պիչ ասես։ Ձեր գործի մեջ կա ինչ-որ կարմիր գիծ կամ սահման, որ դրանից այն կողմ չեք հասկանում անձնական շատ ներքին հասկանալի է, բայց կա ինչ-որ մի հարց կամ գործ, որ դուք չեք վերցնում, ասում եք ներողություն, բայց սա մերը չէ։ Անկախ նրանից, թե դուք ամեն ինչ կարող եք անել։ Ասեմ այսպես, դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի կոդեքսով ներքին կանոնադրությամբ մեզ արգելված է կրոնական, ռասայական, սեռական, ազգային, քաղաքական որևէ խնդիրներով զբաղվել եւ խտրականություն դնել։ Այսինքն, եթե օրինակ լինի, սենց բերենք, հիմա ընտրական շրջան ենք, բերեմ հիմա ավելի տրենդային օրինակ։ Եթե օրինակ լինի քաղաքական պատվեր, մի թիմը մյուսին պատվիրի, օրինակ, եթե արվի հետաքննություն, որի արդյունքների վերաբերյալ հակառակորդ թիմը բողոքարկի համաշխարհային ասոցիացիային, ես ընդմիշտ կորակազրկվեմ, ցմահ։
Իսկ դա արդեն չարժի։ Դրա համար է դրանք բանական եւ պլյուս ամենակարևորը չենք զբաղվում անձնական խնդիրներով։ Ննջարան չենք մտնում։ Ես ձեր եթերում էլ ուղի եթերում էլ ասում եմ, մարդիկ իմանան ինչ տեսել են կինոներում, ինչ տեսնում են ռուսական եւ մյուս միջազգային շոուներ կա հեռուստատեսությամբ, այդպես գնում են, նկարում են ննջարանում, տեսախցիկ են սուտա, այդպես բան չկա։ Իրավունք էլ չունեն, նույնիսկ ամերիկյան դետեկտիվները, խուզարկուները, որոնք իրավական առումով ունեն ամենաբարձր ստատուսն աշխարհում, ամերիկյան խուզարկուները եւ նրանց օրենսդրությունը լավագույնն է աշխարհում, նրանք կարող են հասնել հյուրանոցի մինչեւ նախասրահ։ Դեպի սենյակ որևէ գործողություն չի կարող, հանրային վայրից ներս արգելված է։ Վստահ եմ բազմաթիվ զանգեր ստանում եք ու տարբեր հարցերի շուրջ, բացի այն որ փրկեք իմ կատվին, այդ հարցից այն կողմ ամենա տարօրինակ, ամենազավեշտալի հարցը, խնդրանքը, որով ձեզ դիմել են, որն է։ Ամենաթարմն ասեմ, որը այս ձեր եթերում էքսկլյուզիվ լինի, ուրեմն մի տարվա ընթացքում վերջին մի կին կա, մոտ 45 օրը մեկ զանգահարում է։ Բարև ձեզ, պարոն Գաբրելյան, դե արդեն իմ մոտ ոնց որ երևում է, ոնց ասեցի, գիտեմ ով է զանգում, չեմ գրանցում, բայց տեսնում եմ։ Ասենք ու արդեն դե ինստիտուցիոնալ հիշողություն կա, ձևավորը, մեկ երկու զանգ արդեն ձայնն ու համարը հասկանում ես։ Ասենք բարև X ջան, լսում եմ ձեզ, ով բան իմ համարը կա, ասում հա, բաբաս դուք արդեն երկու անգամ զանգել եք բան։ Նույն խնդիրն է, ամուսնուս բան սիրուհին, բռնենք, ասում գիտես, մենք չենք զբաղվում, էլի թանկագինս, մենք դրանով չենք զբաղվում։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրելյան, ձեզ լավ օր։ Անցնում է եւս 45 օր ու տենց ընդամենը 10 օր առաջ 6-րդ զանգն է։ Նորից բարև ձեզ, պարոն Գաբրելյան, ասի բարև X ջան, փոխաբերական զանգել ես ասի ինչի համար գիտես 6-րդ անգամը արդեն ես ֆիքսել եմ, հա լավ է որ դուք ինձ ֆիքսել եք, բան ասում եմ, հա, բայց գիտես որ դրանով մենք չենք զբաղվում, ասում եմ, պարոն Գաբրելյան, այս անգամ ուրիշ հարցով զանգում, ուրախացա էլի, ասես մարդ տենաս ինչի է զանգել։ Ես զանգել եմ, խնդրեմ, երբ դուք դրանով զբաղվեք, ինձ հետ զանգեք։ Պարոն Գաբրելյան, մի հարց, եթե մեկ խորհուրդ տայք մարդկանց իրենց անվտանգությունն ու անձնական կյանքը պաշտպանելու համար, որը կլիներ այդ խորհուրդը։ Ամենակարևոր խորհուրդը իրանց սոցիալական ցանցերում համացանցային այդ կենսակերպը լավ բան է, ես էլ եմ թվային մարդ եմ, իմ նկարները հրապարակում եմ կամ որոշակի օգտվում եմ այդ ամեն ինչից, բայց պաշտպանված է, այսինքն երկփուլային անվտանգությունը դրած է, նույն գաղտնաբառը բոլորի հետ չի կիրառված, գաղտնաբառն էլ թղթի վրա գրած չի դրած դրամապանակի մեջ, որ ասենք մեկն էլ վերցնի միանգամից հասկանա, թե մի քիչ խելացի, ասենք բանկային քարտի հետևը գաղտնաբառը պինը չի գրում, մարդիկ գիտեմ, լուրջ մարդիկ են, խելացի մարդիկ, ասում եմ 4 թիվը էլ հիշի, ինչի ես գրել։ Ու այդ դրանք պետք է անեն, որ լինեն անվտանգ, լինեն ապահով։ Պրիմիտիվ է ինքը, դա նման է, պատկերացրեք, մարդը ոնց է կա կենցաղային հիգիենա, չէ, լողանում է, սափրվում է, լվացվում է եւ այլն։ Հիմա կյանքում էլ, եթե դու հետևես այդ թվային հիգիենային եւ անվտանգային հիգիենային, պահպանես պրիմիտիվ կանոնները, միանշանակ խնդիր չես ունենա։ Այսօր երբ մարդիկ գրեթե իրենց ամբողջ կյանքը հրապարակում են սոցիալական ցանցերում, ավելի հեշտացել է դետեկտիվի աշխատանքը։ Միանշանակ թվային գործիքները դրանք նաև օրենսդրորեն իրավական առումով համարվում են բաց հանրային աղբյուրներ։ Մենք հետաքննությունները իրականացնում ենք OSINT տեխնոլոգիայով, դա կոչվում է բաց աղբյուրների հետախուզության տեխնոլոգիա։ Ինչ ենք անում, որոնում ենք բաց հանրային աղբյուրները, որի արդյունքում դրանք ձևավորում են այդ մարդու վերաբերյալ բավականին լուրջ տեղեկատվություն, սկսած այցելող վայրերից, սիրելի վայրերից, նախասիրություններից եւ այլն, միանշանակ օգնում է։ Դժվար է, սխալ կլինի երևի ասել, որ ձեր գործում ինչն է դժվար, որովհետև ձեր գործում ամեն ինչն է դժվար, բայց ի վերջո կլինի ինչ-որ բան, որը որ կարծում կառանձնացնեք, օրինակ էմոցիոնալ խնդիրներ հաղթահարել, իմ կարծիքով դա ամենաբարդը կլինի, որովհետև ի վերջո դուք եք մարդ, ռոբոտ չեք։ Միանշանակ ես էլ ինքս էմոցիոնալ եմ, ես շատ էմոցիոնալ եմ տեսակով, մանավանդ եթե բաները վերաբերվում են ընտանիքին, երեխաներին, նեղ անձնական խնդիրներին,
Ժամանակ բավականին էմոցիոնալ եմ, մեր դեպքերից օրինակ ունենք, հիմա այս վերջի դեպքերից է, որ շատ հետաքրքիր էր, ֆրանսիական ինստիտուտ կա, որը որոնում է անձանց բարեկամներին մահացած իրանց երկրում ժառանգությունը տալու համար։ Հիմա մի հատ տենց քեյս ենք ավարտել, ունենք ընդամենը անուն ազգանուն գտել ենք գերեզման ու տենց այդ մարդկանց պատմությունն ապրելով գտել ենք ժառանգներին ու այդ ժառանգները տվյալները փոխանցել ենք Ֆրանսիային, որ հիմա իրանք կապ կհաստատեն։ Այդտեղ էմոցիա կա, որտեղ այդ ապրած մարդու կյանքը բան, բայց աշխատում եմ զսպեմ, որտեղ եթե շատ տրվես էմոցիաներին կորցնես, չես կարող գործը տանես։ Պրոֆեսիոնալիզմը դժվար։ Հա, դուլանա էլի, բթանա զգոնությունը, պրոֆեսիոնալիզմը ու կորցնես աշխատանքային որակներդ։ Շատ ավելի դժվար է իմ կարծիքով, երբ որ քեզ դիմում են քո ընկերները կամ քեզ շատ հարազատ մարդիկ։ Այդ դեպքում ոնց եք, չգիտեմ, ընդունում եք, հա, այսպես ասած, վերցնում եք գործը, թե չէ։ Այդ պարագայում մենք այսպես ենք անում։ Նստում զրուցում ենք, բացատրում ենք, եթե կա նեղ անձնական խնդիր, այսինքն անձի իր ընտանիքի հետ կապված, ուղղակի փորձում ենք խորհրդատվության, հնարավորինս մաքսիմալ ռեսուրսներով խորհրդատվություն տալ, որպեսզի ինքը իր ընտանիքի ներքին թնջունքը հաղթահարի։ Ամեն դեպքում ընտանեկան ներքին խնդիրը թեկուզ ընկերոջդ մոտ հանրայնացնել պետք չի։ Դա ավելի պաշտպանում է, որովհետև կանցնի ժամանակ իրանք ընտանիքով նորից կմնան, չէ, բայց այդ կոտրված այդ ճաքած մասը, որ այդ կտորը ինչ որ մեկը իմացել է, լավ չի։ Դա համար ես աշխատում եմ խորհրդով, մեր որոշակի գործիքակազմով տալիս ենք, ասում ենք, այս սա արա։ Եթե պետք է նույնիսկ դեպքեր կա, որ մենք զրուցում ենք։ Ես եղել է դեպքեր, որ զրուցել եմ ու իմ զրույցը զրույցով երկուսի հետ ամուսինների հետ զրուցել եմ ու այդ ամեն ինչը կարգավորվել է։ Ցանկացած գործից առաջ խորհրդատվություն կա, ճիշտ է հասկանալի, որը անվճար է։ Գնանք։ Դեռ կարիքը չունենք։ Եվ իհարկե նաև դուք նշեցիք, որ դուք սպորտով եք զբաղվում։ Նման գործում լինելուց հետո պետք է ինչ-որ կերպ, այսպես ասած, այդ էներգիան կամ բացասական խնդիրները ամեն ինչը ձեր մեջից հանել է պետք։ Բացի սպորտից, ի՞նչն է ձեզ օգնում հաղթահարելու, ռելաքս լինելու, այսպես ասած։ Ի՞նչն է ձեզ սնում էներգիայով։ Իմ ընտանիքը։ Ամենակարևորը իմ ընտանիքը, իմ հարազատները, ընկերներս եւ այս տարի հունվարից սկսած ես ամեն օր փաթին պատմվածքներն էր հրապարակվում, իրավապատումները, որը դրթեց ինձ, սկսեցի գրել եւ այս տարի կունենան գիրք։ Կլինի առաջին գիրքը, որը իրական դետեկտիվը գրում է իրական պատմություններ, իրական դեպքերով։ Վաու, ես վստահ եմ այդ գրքի արդյունք մենք ձեզ կընդունենք կրկին մեր մոտ տաղավարում։ Շնորհանդեսին ունեք հրավեր, այսպես։ Վաու, վերջացա։ Շնորհակալ ենք։ Իսկ մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության առաջին եւ միակ դետեկտիվ ընկերության համահիմնադիր տնօրեն դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի դեսպան մասնավոր խուզարկու Հայկը Գաբրելյան, երևի կմաղթենք մեր հեռուստադիտողին, տա աստված չունենաք կարիքը դիմելու Հայկին Գաբրելյան, ճիշտ է, ես վնասում եմ ձեր գործին այդպես ասած։ Կարամ այդ մասին մի հատ ավելացեք, հա։ Ուրեմն ոչ թե կարիքը պետք է դիմելու, մեզ անցած ամիս դիմել էին օրինակ ընտանիքներին ամուսնության համար, փեսային էին ուզում ստուգեին։ Դա օգտակար գործ է, չէ։ Մի արեք։ Նաև ավելին ասեմ, բիզնեսի խնդրով, անձնական խնդիրներով դետեկտիվը օգուտ է տալիս։ Հենց որ կարան դիմեն։ Ցանկաց խորհուրդ մենք դրանց ենք ձեր հեռախոսահամարը, պարոն Գաբրելյան։ Ընտանիքին օգուտ ունենալու համար պետք է դիմել Հայկին Գաբրելյան։ Շնորհակալ ենք շատ։ Ես Գաբրելյան, ձեզ լավ օրվա շարունակություն։ Այսքանը, այսօր 5 շաբթի էր, վաղ օրվա տաղում կաշխատեն մեր մյուս գործընկերները, ավարտվում է շաբաթը, շատ մենք հանդիպենք արդեն 2 շաբթի, ամսի 8-ին։ Արջևում գինու փառատոնն է եւ Կիրակի օրը ընտրություններն են։ Կարծում եմ, որ բոլորը պետք է գնան եւ մասնակցեն ընտրություններին։ Լավ օր։